վրիպակի ուղումն է, որը տեղի է ունեցել 2024 թվականին։ Սա միակ հիմնավորումն է, որ բերել են կառավարությունն ու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, թե ինչու են ընտրություններից 2 ամիս առաջ ընտրական օրենսգրքում հապշտապ փոփոխություններ անում։ Շնորհակալություն։ Այսպես ասած վրիպակը, որն ուզում են ուղղել կուսակցությունների դաշինքների անվանումներում անուն ազգանունների օգտագործմանն է վերաբերում։ Այն թույլատրում է գործող օրենսգիրքը, որն ի դեպ 4 տարի առաջ հենց ԿՊԱ-կաններն էլ կազմել ու ընդունել են։ Նախաձեռնել են ազգային ժողովի արտահերթ նիստ։ Բայց չգիտես ինչու, ընտրություններից 2 ամիս առաջ օրենքի այդ կետը սկսել է դուր չգալ քաղաքացիական պայմանագիր խմբակցությանն ու Նիկոլ Փաշինյանի կառավարական կաբինետին։ Դուք իրավունք չունեիք 2 ամիս առաջ Այսպես բարձրաձայն մտորել են ընդդիմադիր խմբակցությունները խորհրդարանում ու հարցրել, պատճառը գուցե ազգային բարերար Սամվել Կարապետյանի ձևավորած դաշինքի շուրջ համախմբման տեմպն ու մասշտաբն են։ Սա հստակ ուղղված է կոնկրետ քաղաքական ուժին, սա հստակ ուղղված է ձեր վախերի։ Բարերարը ընտրություններին պատրաստվում է մասնակցել դաշինքով, որը կոչվում է Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Փորձում եք թաքնվել տեխնիկական վրիպակները ուղղելու քողի տակ, բայց իրականության մեջ փոփոխությունը բացարձակապես քաղաքական է եւ բացարձակապես բովանդակային եւ ինքը գործընթացը ինքնին հակաօրինական է եւ նաեւ հակասում է Վենետիկի հանձնաժողովի երաշխավորություններին, որոնք, ինչպես նաեւ հաստատեց Տիկին Ջուլհակյանը, այո, հիմնարար փոփոխություններ ընտրություններից 2 ամիս առաջ այսպես թույլ չեն տալիս կամ խորհուրդ չեն տալիս։ Բանաստեղծությունը նվիրվում է իրենց ուժեղ հռչակած քաղաքական գործիչներին։ Որպես հակափաստարկ ԿՊԱ-ական падգամավորները ասմունքել են ազգային ժողովի ամբիոնից Կարդացողի խելքն է կտրուկ, միտքը պայծառ ու լուսավոր։ առաջարկել փոխադրություն գրել, Որովհետև փոխադրությունը մի կողմից նշանակում է, որ մարդը ունակ է հասկանալ հայերեն տեքստը, վիրավորել քաղաքական հակառակորդներին։ Ոռնոց է համացանցում։ Դրսից ուղարկած ինչ որ մի հատ տգետ արհեստական բանականությամբ գեներացված չգիտեմ ինչ։ Երբես ամբիոնից վիրավորանքներ եք հնչեցնում, դա խոսում է ձեր թուլության մասին, ոչ թե առավելության։ Երրորդ փորձից միայն հաջողվեց քաղաքացիական պայմանագրին հավաքել անհրաժեշտ թվով падգամավորների ու առաջին ընթերցմամբ ընդունել օրենսդրական փոփոխությունը։ Փաշինյանը 3 նոր Արբերակ է մտածել։ Սամվել Կարապետյանի անվան հետ կռիվ տալ է համարում ԿՊԱ-կանների նախաձեռնությունը Ուժեղ Հայաստանի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Նա հայտարարել է, որ երեկվանից սպասում են դատախազության պատասխանին։ Արդյոք Սամվել Կարապետյանը կարող է տեսաուղերձով դիմել ժողովրդին։ Դատարանը տնային կալանքի ուղարկելիս արգելել էր ազգային բարերարին հրապարակային ելույթներ ունենալ։ Մարդու խոսքից վախենում է, անունից վախենում է, նկարների դեմ պայքարում է։ Բայց անգամ դրանով տեսնում է, որ մարդիկ փոփոխություններ ցանկացող մարդկանց թիվը աճում է, որ մարդիկ տեսնում են տարածաշրջանում, տեսնում են շատ երկրներ ինչպես են զարգանում, եւ տեսնում են, որ մենք նույն թմբիրի մեջ ենք։ Սիրելի հայրենակիցներ, ինչ էլ անեն, մենք գիտենք, որ մեր երկիրը սա մեր երկրի նշաձուղը չի։ Սա այն չի, ինչ մենք ուզում ենք մեր համար ու մեր ապագայի համար։ Մեզ բարձր նշաձողով երկիր է պետք, զարգացած լուրջ երկիր է պետք և սենց չարքաշ, խեղճ երկիր ունենալու համար հայրը պատրաստ չեն դրա համար փոփոխություն են ուզում, ինչ էլ սահմանափակեն, փոփոխությունը գալու է և գալու է բոլորովս, որովհետև այդ փոփոխությունը ուզում է հայ ժողովուրդը, իսկ դրա պատասխանատվությունը մենք բոլորս վերցրել ենք մեր վրա։ Ամեն ինչի մեջով կանցնենք, բայց կապահովենք հայ ժողովրդի նվիրական ցանկությունը, փոփոխությունները եւ ուժեղ երկրում ապրելու իրավունքը։ Ամիսներ շարունակ կռիվ տվեցին Սամվել Կարապետյանի նկարների հետ։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամներն ու աջակիցները բողոքի ակցիա են իրականացրել իրենց անհամաձայնությունը հայտնելով խորհրդարանական ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության ընտրական օրենսգրքում հապճեպ փոփոխություններ անելու վերաբերյալ։ Կուսակցության անդամները պնդել են, որ նախագիծը, որով արգելվում է դաշինքների անվանումներում անձնանուններ օգտագործել, բացահայտ թիրախավորում է իրենց քաղաքական ուժին։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանի խոսքով սա բացահայտ վախի դրսևորում
կարևորում է։ Ուրեմն հիմա ազգային ժողովում փորձում են օրենք ընդունել, փոխել ընտրական օրենսգիրքը, որպեսզի արգելեն ուժեղ Հայաստան դաշինք Սամվել Կարապետյանի հետ, Սամվել Կարապետյան անունը թույլ չտան, որ գրենք։ Այդ խոսում է նրա մասին, որ իշխանականները Նիկոլ Փաշինյանը եւ իր կուսակցությունը երկար ժամանակ է ապրում են վախի մթնոլորտում։ Կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը նկատել է, որ սա ոչ միայն քաղաքական ուժի, այլև յուրաքանչյուր քաղաքացու ընտրական իրավունքի ոտնահարում է։ Սա հակասահմանադրական է, որովհետև ընտրական իրավունք է խաթարում, ընդ որում ոչ միայն քաղաքական գործընթացին մասնակցողի ընտրական իրավունքն է խախտում, որը իրավունքի էլի տեսակ է, այլ նաև ընտրողի իրավունք է խախտում, որովհետև հնարավորություն չի տալիս մարդուն ըստ դրա ընտրություն կատարել։ Ակնհայտ մի քաղաքական միջամտություն է ընտրական գործընթացի մասնակցի կողմից։ Անդրադառնալով հնարավոր արգելքներին ու հետագա քայլերին, Ալիկ Ալեքսանյանը հավաստիացրել է, որ իրենք ունեն գործողությունների տարբեր սցենարներ։ Ձեզ հավաստիացնում եմ եւ մեր հանրությանն էլ հավաստիացնում եմ միջև ֆտար բոլոր ֆորս մաժորային դեպքերի համար բոլոր պլաններ ունեն, կարող եք հանգիստ լինել, բայց չեմ կարող բարձրացնել։ Մեր երկրի ժողովրդավարությունն ու իրավական արժեքները վտանգված են։ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխությունների եւ լրացումների մասին ՔՊ խմբակցության նախագիծն այսպես է մեկնաբանում Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։ Ազգային ժողովի դիմաց հավաքի ընթացքում Մելոյանն ընդգծում է, որ այս նախագիծը բացահայտ կերպով ուղղված է Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքի դեմ։ Միջազգային Հայաստանի Հանրապետության պարտավորվածություններից բխում է առնվազն հանրային լսումներ, պետք է նախապես կազմակերպել հանրային լսումներ, մասնագիտական համայնքի ներառականություն, քննարկումներ, որը մեր նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքն է նախատեսում, մեր միջազգային պարտավորվածություններն են նախատեսում ու կրկին Վենետիկի հանձնաժողովն իր հերթին ասում է, որ բովանդակային միջամտությունները ընտրական process-ից, այսինքն երբ պաշտոնապես մի քանի օրից պետք է ներկայացնենք, թույլատրելի չէ խաղի կանոն փոխելը։ Արամ Վարդևանյանն էլ իշխանությունների վարքագիծը բնութագրում է որպես վախեցած վարքագիծ։ Արդյունքում ըստ նրա խաթարվում է ընտրական համակարգի հավասարությունը։ Վարդևանյանը նաև հայտնում է, որ օրենքի նախագծում անցումային դրույթով արձանագրված է, որ փաթեթը ուժի մեջ է մտնելու ընդունման պահից անմիջապես հետո։ Այս ձևակերպումը օգտագործվում է ռազմական դրությունների, արտակարգ իրավիճակների, արհավիրքների դեպքում, երբ դա տեղի ունենում։ Հետևաբար օրվա իշխանությունների համար Սամվել Կարապետյանի հետ դաշինք բառերը այդ անձնանունը կարելի է նման անալոգիայով անցկացնել։ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները պարզաբանում են, որ ազգային ժողովի դիմաց իրենց հավաքի նպատակը քաղաքացիների իրազեկումն է նախագծի մասին եւ ապօրինության կանխարգելումը։ Սամվել Կարապետյանի Փաշինյանի պատճառով Ռուսաստանի հետ սանձազերծված տնտեսական պատերազմ հուլիսին, թե փոփոխություններ, որոնք մենք կբերենք Հայաստանին հունիսին, Սամվել Կարապետյանն է գրել այսօր տարածած ուղերձում։ Ազգային բարերարի կարծիքով Պուտինի հետ վերջին հանդիպան ժամանակ խայտառակ է եղել Փաշինյանը, բայց ինչն ավելի վատ է, հետևողական քայլերով մեր երկիրը դարձրել է աշխարհաքաղաքական բախման հրապարակ։ Ինչու էր պետք փորձեր անել հեռացնել բարեկամ Ռուսաստանին մեր տարածաշրջանից, նրա ներկայությունը որևիցե կերպ երբեք չի խանգարել այլ ուժային կենտրոնների հետ Հայաստանի համագործակցությանը, առևտրին ու ապագայում էլ վստահ եմ չի խանգարելու, գրել է Սամվել Կարապետյանը։ Խելք ու շնորհք է պետք ունենալ, ողջամիտ լինել ու հասկանալ, որ Ռուսաստանի հետ են մեր տնտեսական ամենախոր կապերը։ Ռուսաստանն է մեզ էժան գազ տալիս, ընդունում մեր սեզոնային աշխատողներին, գնում մեր գյուղատնտեսական ապրանքների զգալի մասը, հիշեցրել է Սամվել Կարապետյանն ու նկատել, իսկ եթե Փաշինյանի վերջին պահվածքի պատճառով դադարեցնի այդ ամենը, ինչ պատասխան եք տալու մեր ժողովրդին, որն ավելի կաղքատանա։ Բայց այսօրվա վարչապետին մեր հայրենակիցների ճակատագիրը, գրպանի ու սառնարանի պարունակությունը չի հետաքրքրում։ Կարևորը ինքը սուտ պատերազմներով վախեցնելով կարողանա մնալ իշխանության, հանուն սեփական բարեկեցության։ Իհարկե չի մնալու։ Հեռացնելու ենք փոքրիկ խմբակին ու բարեկամություն անենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ, ուժային բոլոր կենտրոնների հետ։
Տեսանք, թե ինչ պատահեց Վրաստանի եւ Ուկրաինայի հետ։ Մեզ նոր պատերազմներ պետք չեն։ Քվեարկելով Նիկոլի օգտին, դուք կստանաք աղքատություն եւ թշնամանք ռուսների հետ, վևեռացում եւ տնտեսության փլուզում։ Վստահեք մեզ եւ կունենանք իրական փոփոխություն, ուժեղ տնտեսություն, միասնություն եւ երկարատև խաղաղություն։ Ժամանակն է ուժեղ Հայաստանի, ուղերձն ամփոփել է ազգային բարերարը։ Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Բախման հետևանքով մեկ ոստիկան է վիրավորվել, հայտնել են թուրքական ԶԼՄ-ները։ Հյուպատոսության վրա հարձակում իրականացրած 3 զինված անձինք ավելի ուշ սպանվել են։ Իսրայելական հարվածներ Իրանի ուղղությամբ շարունակվում են։ Պատերազմի 39-րդ օրը մայրաքաղաք Թեհրանի երկնքում իսրայելական հարվածների հետևանքով ծխի ամպ է նկատվել։ ԱՄՆ-ը եւ Իսրայելը համատեղ հարվածել են իրանական Խար կղզուն։ Մեհր գործակալության փոխանցմամբ այս օբյեկտը Իրանի նավթի արտահանման ամենակարևոր հանգույցն է։ Բացի այդ, հարձակմանը ենթարկվել Քաշան քաղաքի մոտ գտնվող երկաթուղային կամուրջը։ Իրանական լրատվամիջոցների տվյալով 2 մարդ մահացել է, 3-ը ստացել մարմնական վնասվածքներ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խիստ նախազգուշացրել է, եթե Միացյալ Նահանգները հատի սահմանված կարմիր գծերը, Իրանի պատասխանը կտարածվի տարածաշրջանի սահմաններից դուրս։ Ի պատասխան Իրանը հարվածել է իսրայելական Պետա քաղաքին, կան ավերածություններ։ Թեհրանում իրականացված զանգվածային հարձակման հետևանքով լուրջ վնասվել է պատմական Ռաֆինյա սինագոգը, շենքը գրեթե ամբողջությամբ ավերվել է։ Բացի մշակութային կոթողներից թիրախավորվել է նաև Մեհրաբադ միջազգային օդակայանը եւ աերոտեսերական ենթակառուցվածքները։ Պայթյունների ձայներ են հնչել նաև Շիրազ եւ Յազդ քաղաքների մոտակայքում։ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Լիբանանի հարավում Հեզբոլահի դիրքերին հարվածելու փաստը։ Ռազմական գործողությունների սրումը հանգեցրել է հումանիտար աղետի։ Մարտի 2-ից ի վեր Լիբանանում մոտ 2 միլիոն մարդ, բնակչության մոտ 20%-ը ստիպված է եղել լքել իր տունը։ Բեյրութում բնակվող պաղեստինցի կամավորը պատմել է, որ իրենք օր ու գիշեր տեսակավորում եւ տեղահանվածներին են փոխանցում վրաններ, հագուստ ու անկողնային պարագաներ։